Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, երեկ ձեր թիմակից Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ մտադիր է հրաժարականի դիմում ներկայացնել։ Մոտ մեկ շաբաթ առաջ Դիանա Գասպարյանը մասնակցում էր վարչության նիստին, կադրերից դա երևաց։ Պարոն Հովհաննիսյան, պատճառաբանությունները ներկայացրել է դեռ գործող քաղաքապետը, անձնական պատճառներ է մատնանշել, բայց ես կուզեի դուք անդրադառնայիք հարցին, արդյոք այս հրաժարականը կապ ունի այն ենթադրյալ կոռուպցիոն պատմությունների հետ, որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում կապված Դիանա Գասպարյանի հետ, եթե ոչ, ապա վարչության նիստին արդյոք եղել է քննարկում իր հրաժարականի շուրջ, ինչպիսին է եղել վարչության դիրքորոշումը, այդուհանդերձ շնորհակալություն։ Նախ վարչության նիստը ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև վարչության անդամ չեմ եւ վարչությունը ըստ էության իր հայտարարությունը տարածում է յուրաքանչյուր նիստից հետո, այնքան որքան հրապարակային է, ուրեմն սա այս մասով Տիկին Գասպարյանը, ինչպես դուք նշեցիք, իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն հրապարակային ներկայացրել է, ես դրան ավելացնելու եւ այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում, ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, հաշվի առնելով մամուլի հրապարակումների բազմագույն լինելը միշտ, ես ուղղակի խուսափ եմ դրանց մեկնաբանել, որովհետև որևէ հիմնավորում եւ հիմք չեմ տեսնում դրանք մեկնաբանելու մասին։ Պարոն Հովհաննիսյան, ուղղակի մի կարճ ճշտող բան, այդ ամբողջ հրապարակումները, որոնք դուք չգիտեմ ոնց բնորոշեցիք, ամեն դեպքում այդ ամբողջ հրապարակումները, այդ ամբողջ պատմությունները, շինթույլտվություններ, կադաստրային արժեքից ցածր հողի վաճառքներ, ընտանիքի անդամների հետ գնումներ եւ այլն, այս ամբողջը ազդեցություն չի ունեցել իր հրաժարականի վրա։ Ես կրկնեմ, հրաժարականի մեկնաբանությունը այս պայն այլևս ավելացնելու որևէ բան չունեմ, ինչ վերաբերում է ձեր հարցին գլոբալ կոնտեքստում, անկախ մարդու անուն ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրաված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի քաղաքացիական պայմանագիր քաղաքական կուսակցության թիմից։ Ես սա ասում եմ գլոբալ առումով, իսկ կոնկրետ ձեր հարցերի վերաբերյալ ասածից ավելացնելու այլևս ոչինչ չունեմ։